Միացյալ Նահանգների լրատվամիջոցները շարունակում են քննարկել երեկ Վաշինգտոնում տեղի ունեցած միջադեպը։ Պաշտոնական այցով Միացյալ Նահանգներ ժամանած Իլհամ Ալիևի թիկնապահները ծեծի են ենթարկել բողոքի ցույց կազմակերպած ադրբեջանցի իրավապաշտպաններին։ Թեմայի շուրջ կզրուցենք Արտյոմ Երկանյանի հետ։ Արտյոմ, ինչ մանրամասներ են հայտնի այդ միջադեպից։ Այդ միջադեպը տեղի ունեցել Վաշինգտոնի Փենսիլվանիա ավենյուում, Վալդորֆ Աստորիա հյուրանոցի հարևանությամբ, ուր ամբողջ Իլհամ Ալիևին ուղեկցող պատվիրակություններ մնում, մի խումբ ադրբեջանցի քաղաքական էմիգրանտներ, ովքեր քաղաքական ապաստան էին հավանաբար ստացել Միացյալ Նահանգներում, բողոքի ցույց էին կազմակերպել հյուրանոցի շենքի առջև, բողոքելով Ադրբեջանում քաղաքբանտարկյալների դեմ այդ իրականացվող շարունակվող արշավը։ Իլհամ Ալիևի թիկնապահները ծեծի էին ենթարկել հայրենակիցներին, բռունցքներով, ոտքերով, գցելով նրանց հատակին եւ դաժանորեն ծեծելով։ Նրանց անգամ չէր կաշկանդում այն, որ այդ ամենը տեսանկարահանվում էր եւ որ դրան ականատես էին երեւ ներկայային միացյալ հենց ամերիկացի ոստիկանները։ Տեսանյութերը այժմ տարածվում են ամբողջ աշխարհով մեկ, նկատվում է, որ իրավապահները չեն արձագանքում, քանի որ հասկանում են, որ ավելի լուրջ խնդիր կարող էր առաջանալ, այսինքն բախում ոստիկանների եւ թիկնապահների միջև, եւ ակնհայտ է, որ դա կազմակերպված, կայացված որոշման հետևանք էր, եւ այդ ամենը տեղի էր ունենում գրեթե նույն այն րոպեներին, երբ Դոնալդ Թրամփը կոմպլիմենտներ էր շռայլում Իլհամ Ալիևի հասցեին եւ պատմում էր, թե ինչ հրաշալի երկիր է Ադրբեջանը եւ ինչ գեղեցիկ անուն ունի այդ պետությունը։ Այժմ այս տեսանյութից հետո արդեն պարզ է դառնում, թե ինչ է իրականում ներկայացնում իրենից Ադրբեջան պետությունը եւ այդ երկրում կառավարող վարչակազմը։ Ինչպես են տեղի ունեցածը Բաքվում բացատրում։ Իշխանությունները հայտարարել են, որ դա իրավապաշտպանների կողմից կազմակերպված սադրանք էր, թե իբրև ցուցարարները փորձել են ներխուժել հյուրանոց եւ իրական վտանգ կար Իլհամ Ալիևին, իհարկե անհեթեթություն է, տեսանյութից երևում է, որ որևէ նման բան չի եղել եւ որ դա խաղաղ ցույց էր, որևէ վտանգ չէր կարող ներկայացնել Իլհամ Ալիևի համար։ Իսկ Միացյալ Նահանգներում ինչպես են մեկնաբանում տեղի ունեցածը։ Ընդունված կարգի համաձայն ոստիկանությունը իրավունք չունի ինքնուրույն քայլեր ձեռնարկել, քանի որ խոսքը օտարերկրյա պատվիրակության մասին է, բայց ոստիկանությունը հաստատել է, որ բոլոր նյութերը, այդ թվում նաև տեսանյութերը, հանձնել է պետդեպարտամենտ, որը եւ պետք է որոշի ինչ ընթացք տա այդ գործին։ Այսինքն դիվանագիտական կամ իրավաբանական ինչ որ կարգավորումներ են պետք եւ բնական է, որ առանց պետդեպի Միացյալ Նահանգների իրավապահները որևէ քայլ ձեռնարկել չեն կարող։ Պետդեպը հայտարարությամբ է հանդես եկել, ընդգծելով, որ մտահոգություն ունի այս բռնության կապակցությամբ եւ որ բռնությունը չպետք է լուծում լինի նման խնդիրների։ Վաշինգտոնի քաղաքապետարանը նույնպես հայտարարություն է տարածել դատապարտելով տեղի ունեցածը, ընդգծելով, որ դա հարձակում էր խաղաղ ցուցարարների վրա, ինչը անընդունելի է եւ որ դա հակասում է Միացյալ Նահանգների սահմանադրության առաջին ուղմանը, որը կարգավորում է ազատ արտահայտվելու իրավունքը։ Մի շարք ամերիկյան հեղինակավոր պարբերականներ ուշադրություն են դարձրել տեղի ունեցածի վրա, Washington Post-ը, այլ թերթեր եւ հեռուստաընկերություններ նույնպես դատապարտել էին դա, պնդելով, որ դա դիկտատուրայի դրսևորում է։ Հայ դատի հանձնախումբը օրինակ համարում է, որ պետդեպի հայտարարությունը չափազանց այսպես մեղմ էր եւ պարտավոր էր դիվանագիտական գերատեսչությունը ավելի կոշտ հայտարարությամբ հանդես գալ եւ իրերը իրանունով կոչել։ Արդյոք ժամանակին նման մի միջադեպ էլ Թուրքիայի նախագահի թիկնապահների մասնակցությամբ էր տեղի ունեցել։ Իսկապես զուգահեռները շատ տեղին են 2017 թվականին շատ նման մի բան, միգուցե ավելի մասշտաբային տեղի ունեցավ, երբ Էրդողանին ուղեկցող թիկնապահներն էին դաժանորեն ծեծի ենթարկել քուրդ, եզդի եւ այդ թվում նաեւ հայ ցուցարարներին։ Այդ ժամանակ իրավապահները ընթացք տվել էին գործին եւ անգամ միջազգային հետախուզում էին հայտարարել Էրդողանի թիկնապահների նկատմամբ։ Պարզ է, որ նրանք պարզապես այլևս Միացյալ Նահանգներ երբեք չեն մեկնի եւ դրանով խնդիրը փակվում է։ Բայց պարզվեց, որ այդ հարձակվողների թվում կային նաեւ երկու ԱՄՆ քաղաքացիներ, որոնց նկատմամբ քրեական գործ հարուցվեց, ի վերջո իրանք հայտնվեցին ամբաստանյալի աթոռին եւ բանտում։ Բայց Թուրքիայում իրենց ընդունում էին որպես ազգային հերոս, Թուրքիայի արտգործնախարարը Վաշինգտոն
ժամանելուն պես այցելել էր այդ հերոսներին բանտում, իսկ ազատ արձակվելուց հետո նրանք հայրենիքում իսկապես հերոս էին դարձել։ Հավանաբար Ադրբեջանում էլ այժմ որպես հերոսների են ներկայացնելու Իլհամ Ալիևի այն թիկնապահներին, որոնք ոտքով եւ բռունցքներով դաժանորեն ծեծում էին իրենց հայրենակիցներին։ Շնորհակալություն, Արտем։